Առատ սեղաններն ու չնախատեսված ծախսերը տարվա ամենասիրելի տոնի ամանորի մաս են կազմում։ Նոր տարվա եռուզեռը մեկնարկել է Նինա տատի պես այս օրերին շատերն են գնումների անվերջանալի ցուցակը ձեռքին, խանութներով այս ու այն կողմ վազվզում, որ գալիք տարին լիությամբ դիմավորեն։ Դրամի անունը մի տուր խայտարակցություն է, 60,000 թոշակ եմ ստանում։ Պետք է մի 3-60 էլ պարտ կանի, որ կարողանամ սեղան դնեմ։ Նվերներն էլ հələ չի մտնում դրա մեջ։ Կեսը տնից, կեսը խանութից մի բան կմտածեմ էլի։ Տարվա այս ժամանակահատվածում ամենուրեք կարելի է հանդիպել մարդկանց հոձբազմության։ Աշխատանքային օրվա ավարտին, ինչու ոչ շաբաթ կիրակի առևտրի կենտրոններում ասեղ գցելու տեղ չկա։ Տոնը նաև նվերներ տալու խորհուրդ ունի։ Ամանորյա նվեր եմ եկել գնելու, դեռ չեմ կողմնորոշվել ինչ եմ գնելու, բայց կարող է օծանելիք կամ զարդ գնեմ։ Եթե առատ սեղանների համար գնումների ամենաակտիվ ժամանակահատվածը դեկտեմբերի վերջին մի քանի օրերն են, ապա նվերներ գնելը մարդիկ մի քանի ամիս առաջ են պլանավորում։ Բաժակներ, ափսեներ, սպասքի այլ պարագաներ, տոնածառ, լույսեր, խաղալիքներ։ Յուրաքանչյուր ապրանք ունի սպառող, դեռ նոյեմբերից է սկսվել ակտիվ շարժը։ Մեր գանձապահի մոտ հերթերը շատ են լինում, դաժե մարդիկ իրար հրում են, չեն զիջում իրար, շատ են լինում հերթերը։ Ամանորին ընդառաջ մարդիկ այս ֆոնի վրա հատկացնում են մոտավոր 100-ից 180,000 ամենաշատը։ Մարդիկ կան, որ 10,000, 20,000, 30,000, բայց մարդիկ էլ կան, որ մի 180,000 հատկացնում են։ Տոնը վայելելու համար շատերը նախընտրում են ընտանեկան եւ ընկերական միջավայրը։ Ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցնի, հավատացած են կապանցիները։ Իսկ դեկտեմբերի 31-ի առատ սեղանները հայկական հյուրասիրության լուռ վկաներն են, ինչի համար կատարվող ծախսերն անխուսափելի են։ Միշտ մեր հայկական փլավը, տոլման եւ պոպոկով թխվածքները։ Ունեցողը ավելի ճոխ է անում, չունեցողը իր մեր ղափանիլեզը իրա գյուրը, իրա եղածով էլի ավելի ճիշտ։ Նայածում համար մենք թոշակառու ենք դրա համար երևի մինիմալ գներով։ Կես կիլո տավարի միս եմ առնելու պրսով, իսկ ոչ բան պետք։ Գումար շատ է պետք, հիմա ամեն ինչ թանկ է, առաջվա նման չէ։ Եթե լավ կազմակերպեք սեղանը 200,000, 300,000 գնում։ Պահածոներ, մսամթերք, քաղցրավենիք, կապանցիների մի մասն արդեն հասցրել է գնումներ կատարել։ Իսկ դեկտեմբերի վերջին օրերին խանութներում շարժը ռեկորդային կլինի։ Ժամանակի ընթացքում փոխվում են մարդկանց նախասիրությունները, անցյալ տարիների համեմատ ճոխ սեղաններին այդքան էլ նախապատվություն չեն տալիս։ Հիմնականում մեզ մոտ բնականաբար այդ ոչ ստանդարտային, այսպես ասեմ, կոնֆետներից, պահածոներից մարդիկ փորձում են քիչ-քիչ գնել, որ 15-ից հետո, այսպես ասած, իրենք շատ չծանրաբեռվեն, էլի երևի երշիկ եղենը, կատնամթերքը, ամսվա վերջին։ Գերակշռող թիվը երևի 50-ից բարձր։ Ու ես շատ ուրախ եմ, որ մարդիկ կարողանում են նման ճոխություններ թույլ տալ, շատ ուրախ եմ մեր քաղաքացիների համար, ու մենք սպասում ենք բոլորին։ Չնայած սիրելի տոնը ընտանիքները նշում են յուրովի, սակայն սպասելիքները գրեթե նույնն են։ Անցնող տարին այդքան էլ հաջողություն չբերեց, ասում են բնակիչները, կարմիր հրեձիուց շատ ակնկալիքներ ունեն։ Նարեխ Խաչատրյան, Ալեն Ծատրյան, Սյունիք լուրեր։